Որ վարողը, որ վարողը, որ վարողը, պարոն Մինասյան։ Ես չեմ եղել այդ նիստին, ես չգիտեմ դուք ինչ եք ասում, ես նիստը վարողի իրավունքով հիմա ելույթ եմ ունենում եւ այս նիստը սկիզբ է առել այսօր առավոտյան ժամը 10-ին։ Պարոն Մինասյանը կոչ է անում մեզ դիտարկել այն վարկածը, ըստ որի հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել այն վարկածը, ըստ որի թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տրվել է անսահմանափակ իշխանություն։ Որովհետև եկեք համաձայնենք, Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 26-ին անգլիական թագուհի էր, իսկ եւ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին եւ այդպես շարունակ դարձավ Հայաստանի լիիրված բռնապետ։ Շատ լավ դիտարկենք այդ տարբերակը։ Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին անգլիական թագուհուց վերածել է բռնապետի, որը հետագայում 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում այնպես արեց, որ կամ իր հրամանների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 հոգի սպանվեց։ Կամ որ ասում են մարտի 1, ընդհանրապես խոսում են մարտի 1-ի բացահայտումից։ Ժորժ ջան, էլի ես դատարկության հետ եմ ես խոսում։ Դատարկություն բառից ֆիզիկական իմաստով, ոչ հոգեպես։ Ժորժ ջան, ով է սպանել այդ 10 հոգուն։ Անուշ Քլոյանը նստած է, Գոր Քլոյանին ով է սպանել։ Թուրք-ադրբեջանական տանդեմն է եկել Երևանի կենտրոնում սպանել, այլ մոլորակայիններն են սպանել, ով բոլշևիկներն են սպանել, ով է սպանել այդ մարդուն։ Չնայած եթե ձեր վարկածով գնանք, եթե հոկտեմբերի 27-ը տանդեմը կազմակերպել է, որպեսզի Քոչարյանը գա իշխանության, երևի կարանք ենթադրենք, որ տանդեմն է սպանել Քոչարյանի հրամանի հետևանքով։ Խոսում եք Ղարաբաղը հայկական լինելուց։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք ընդ նախագահ, ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց, ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում։ Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, ձեր գործողությունների արդյունքում։ Ու երբ որ մենք դրան նախորդող տարիներին խոսում էինք հնարավոր լուծումների մասին, ոչ թե ձեր հեքիաթների մասին, այլ հնարավոր լուծումների մասին, այնպես անել, որ մարդիկ մնան այնտեղ, շարունակեն ապրել իրենց հայրենիքում, դուք մեզ անվանում եք դավաճան, թրքասեր, չգիտեմ, ադրբեջանասեր, պարոն Մինասյանը էլ ինչ բնորոշիչներ օգտագործեց են հին դաշնակցական պլաստինկայի համեմատ, էլի, թրքասեր, դավաճաններ, եսի միջեր եւ այլն։ Այդ դուք դա մեզ ասելով եք զբաղված, երբ որ մենք ասում ենք Ժորժ ջան, եկեք իրենց անենք, այս մարդիկ կարողանան շարունակել ապրել Ղարաբաղում։ Դուք ասում եք, չէ, այդ դավաճաններ, ոնց եք հանդգնում չխոսել նրա մասին, որ 7 շրջանները պետք է շարունակեն լինել Լեռնային Ղարաբաղի մաս, որովհետև դա սահմանադրության մաս է Լեռնային Ղարաբաղի։ Կամ ասում եք, այդ դավաճաններ, ոնց ես դուք անկախությունից չեք խոսում Ղարաբաղի։ Արդյունքում ինչ ա եղել։ Հիմա դուք եկել ստեղ ձեր դաշնակցական բնավորության համաձայն լացուկոց եք դրել, ասում եք վերադարձի իրավունք, չէ, մենք այլ հարց չենք դնում, վերադարձի իրավունք, այդ ձեր ցավը տամ, այդ մարդիկ ընդեղ էին, վերադարձի կարիք չկար, ինչ եք մենք մեզ դավաճան ասում, երբ որ մենք փորձում ենք նենց անենք, որ այդ մարդիկ մնան այդտեղ։ Դե ես հարցի պատասխանը գիտեմ ինչի, այդ հարցի պատասխանը գրված է 004 շրջաբերականում, գրած է, որ սկզբից պետք է Ղարաբաղում իշխանափոխություն անենք, հետո Հայաստանում իշխանափոխություն անենք, հետո այնպես անենք, որ հավանական սցենարում, երբ որ երաշխավորը որոշի ուղիղ իրեն ենթարկեցնել Ղարաբաղը, Ղարաբաղի եւ Հայաստանի ճակատագիրը որոշվի որպես մեկ ամբողջություն, եւ որ արկա իրավիճակում եւ մեր այս ժամանակներում մեկ-մեկ պետք է լինում ինքնիշխանության մակարդակը նվազեցնել։ Այդ դրա համար էլ այս ամինչը արել եք, դրա համար էլ այս ամինչը անում եք, դրա համար էլ Եռագլուխ կուսակցությամբ միավորվել եք են Կալուգացու հետ մեկել են Բելարուսամետի հետ եւ ուզում եք երկիրը տանեք ձեր սիրած 004 շրջաբերականի ճանապարհով։ Մենակ ես չեմ հասկանում ոնց կարող է ձեզ դաշ չլինի, դուք ոնց կարող եք չտեսնեք կամ չնկատեք, որ ասենք այդ երաշխավորը, որը երաշխավորում էր, որը չգիտեմ ինչ պետք է աներ, այդ երաշխավորի աշկերի առաջ մի ամբողջ ժողովուրդ ստիպված եղավ լքել իրենց տները։ Ոնց դուք չեք նկատում ու ոնց չեք գոնե ինչ որ
փոփոխություններ մտցնում ձեր դավաճանական 004 շրջաբերականի մեջ, որ գոնե մի քիչ ավելի քիչ դավաճանական լինի։ Չնայած այդ հարցի պատասխանն էլ գիտեմ, բայց դուք ով եք, որ ընդհանրապես փոփոխություն մտցնեք։ Այդ 004 շրջաբերականը դուք չեք գրել, այդ 004 շրջաբերականը գրել ձեզ տվել են։ Կհիշեք այն հայտնի ձայնագրությունը, որտեղ Քոչարյանի ձայնին նման ձայնով մեկը խոսում է ինչ որ ռուսերեն լեզվով, խոսում է ինչ-որ մեկի հետ ու ասում է, դե 2018 թվականին դուք ինձ ասեցիք, արի Հայաստանի քաղաքական դաշտ, հիմա խնդրում եմ, մենակ դուք կարաք այս հարցը լուծեք, ես այս պայմաններում էլ չեմ կարող մնալ, մի բան արեք դուրս գամ այս իրավիճակից։ Որ Քոչարյանի տակ կարան տենց սղծնեն, ասում է, այսքան ճանապարհ է կառուցվել, այսքան տուն է կառուցվել, լույսի հիմնադրամի ջանը սաղ լինի, հետո էլ չգիտես ինչի, ինչ եղավ, ոնց եղավ, էլ այդ հիմնադրամը էլ չաշխատեց, մի տեսակ այդ պատմությունն էլ է շատ հետաքրքիր։ Ասում է, ինչ եք խոստացել, որ սենց ծնենց, ինչ եք խոստացել, դուք ինչ եք խոստացել ու ում եք խոստացել։ Ինչ եք խոստացել ու ում եք խոստացել, որ հիբրիդային ամենավերջի սերիկայակազմով ձեզ են աջակցում։ Ինչ եք խոստացել, ում եք խոստացել։ Հայաստանի Հանրապետության որդիներին ում պատերազմում զոհել եք խոստացել։ Հայաստանի Հանրապետության քանի հազար զինվոր եք խոստացել, ում սահմաններին մեռնելու։ Ում եք խոստացել։ Եկեք ստեղ կանգնեք ու ասեք։ Ում եք այդպես բան խոստացել, ինչքան եք խոստացել, ու այդ ում երեխեքի կյանքի գնով եք այդ ձեր խոստումը խոստացել։ Ասում է, բանը, 300,000 ադրբեջանցի, 300,000 ադրբեջանցի, այս աշխարհում, այս մոլորակի վրա, բացի ձեզնից ու ձեր համար են ձեն հավաքող կալուգացուց, ուրիշ ոչ մեկ այդ ադրբեջանցիների թեզը առաջ չի տանում։ Այդտենց ուղղակի առաջ տանող քաղաքական գիծ չկա այս երկրում։ Այս երկիր ասելով մոլորակում նկատի ունեմ, չկա տենց բան ու վերջ, չկա տենց բան, այ մարդ, ոչ մի տեղից տենց բան չկա, Ադրբեջանում տենց այդ դրա մասին չեն խոսում, Ադրբեջանում դրա մասին խոսակցություն չկա ֆիզիկապես, այնքան ինչքան կա Հայաստանի ընդդիմադիր դաշտում, Կալուգացի Սամոն ու բանը, չգիտեմ որտեղացի Ռոբը, իրար հետ միասին այս գիծը առաջ են տանում, ասենք բանա, դուք առհասարակ այդ բանն եք, այդ գծի ջատագովներն եք, հասկանում եմ, որ շատ եք ուզում, բայց չէ, ասում եմ, սպասիբը, նո նյետ, ձեր աշխատանքային լեզվով ասած։ Ու հենց այս կոնտեքստում է, որ դուք այս ընտրություններում անցողիկ շեմը չեք հաղթարում։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք, որ դուք բավականաչափ շատ կփոշիացնեք այդ ձայները, շատ լավ է, շատ նորմալ է, չգիտեմ, վերջնարդյունքը ինչ կլինի, բայց այդ ձեր ծրագիրը մեծ հաշվով չի աշխատելու ու աշխատել ուղղակի չի կարող։ Եկել ասում է, կանգնեց ու ասեց, որ հայկական բանակը Արցախը չի պաշտպանելու։ Կանգնեց ու ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը այդ պատերազմի մեջ չի մտնելու։ Ու լավ արեց, որ ասեց։ Լավ արեց, որ ասեց, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Երևանի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի 18 տարեկան տղերքը չեն գնալու զոհվեն նրա համար, ինչա թե դուք Ղարաբաղում կլանային իշխանափոխություն եք արել, այնտեղ բան եք արել, ձեզ դրել եք չգիտեմ ինչիտեղ, մենք բանակցող չենք, մենք էս չենք, մենք վեհ ենք, մենք ազգային ենք, ու այդ ձեր ինչ որ ֆիքս տուլության կամ չգիտեմ ինչի համար այդ 18 տարեկան տղերքը